Բայց ես Ռոնի Ղարիբյանն եմ Ղարիբյան Real Finance ընկերության կողմից այսօր արդեն մայիս 25 2025 թվականը մայիսի ավարտին անցնում անշուշտ այս weekend-ը մեր Միացյալ Նահանգների Memorial Day հասկացողության որպես հիշատակ հիշել հերոսներին Միացյալ Նահանգների զինվորների եւ անցյալների եւ ներկային եւ ապագային եւ նույն ժամանակ անշուշտ այս շաբաթ ամսի 28-ին տոնելու ենք մեր Հայաստանի Առաջին բուն անկախությունը, առաջինը չի, բայց անկախությունը, որ տոնում ենք մայիս 28-ին։ Այսօր ինչպես տեսնում եք, շատ ավելի casual գրասենյակից չեմ ձայնագրում, որտեղ շատ ավելի համառոտ ծրագիր պետք է ունենանք, ինչու համառոտ, որտեղ չի ուզեր անել long weekend-ը, բայց շատ կարևոր տեղեկություններ ունեմ ձեր համար, որ անպայման կուզեմ, որ ձեզի փոխանցեի մանավանդ մեր հայրենակիցներից, որ հեռացայնում են, որ արդեն սկսել են տուն առնելու process-ը նամանավան first time home buyer-ների համար։ Երկու կարևոր զեկույցություն ենք։ Մեկը լինելով ապրիլ ամսվա Կալիֆոռնիա նահանգի, ոչ թե բոլոր Միացյալ Նահանգներում, այն էլ ունենք, բայց ուզեցիմ ավելի կոնկրետ ձեր մասին, մեր մասին խոսանք։ Կալիֆոռնիայի նահանգի արժեքները եւ առուվաճառքը ապրիլ ամսվա համար։ Սկսելով որ արդեն ապրիլ ամիսը, ելնում էր արդեն երկրորդ ամիսը, որ արժեքները Կալիֆոռնիայինը անցել է իր մինիմումներից, որ ունեցել ենք։ Պաշտոնական ունենք արդեն մոտ $910,000 ելերա Կալիֆոռնիայի միջին տան արժեքը, $910,000 արդեն ելերա Կալիֆոռնիայի տան արժեքը, որ անցել է բոլոր մինիմումներից։ Ներողություն, սլայդս ուրիշ բանի վրա է։ Այո, կներեք, այո։ So արժեքները արդեն 910,000-ն էլ անցավ Կալիֆոռնիայի medium home price-ը բոլոր Կալիֆոռնիային, այսինքն Los Angeles, San Diego, մինչև Sacramento, մինչև San Francisco բոլորի միջինն են վերցնում, որովհետև Northern California-ն շատ ավելի արժանա, նույնիսկ Bakersfield կամ Palmdale կամ որ ավելի մոտիկոտ է մեզի, բայց տեսնում եք արժեքները։ Ինչքան երթում եք դեպի North ավելի արժանանում է ձևերը։ So բայց որպես քանակ առուվաճառքի քանակը դեռ քիչ էր համեմատաբար ավելի քիչ էր, որը հաշիվ են արել եթե այս թիվով փակվի, որտեղ seasonal adjusted են ասում, մոտավորապես 267,000 տուներ պետք է վաճառվի միջով տարվա վերջ, եթե այս թիվով շարունակվի, որ չենք սպասում կելնի, եւ չմոռանանք ապրիլը արդեն այդ spring season-ի դեռ առուվաճառքի մեջ էր, բայց մենք սպասում ենք, որ գոնե 300,000 sales պետք է լինի, ոչ թե 267-ը բավականի քիչ էր։ So ապրիլի առուվաճառքը որպես sales մոտ 3.4% իջավ, որ ավելի մարտին բախտատելով եւ 2/10-ի չափ ավելի քիչ էր, քան թե անցյալ տարվա հետ բախտատելով։ Չմոռանանք մենք ուզում ենք այդ 300,000-ը թիվ average ամսական, որ հիմա 260-270-ների մեջ ենք։ Անշուշտ մեծ դերակատարում, ինչպես իմանում եք, wait and see հասկացողությունը որպես քանակ, որպես թիվ, բայց արժեքները, ինչպես տեսնում եք, շարունակաբար բարձրանում է։ Կենտրոնական բանկի տոկոսին սպասելով մի մասը, այս թերիֆների չիմանալը մի մասը, բայց ընդհանրապես pending home sales-ը որպես ինչ-որ վաճառվել է ապրիլ ամսվա մեջ, բավականի քիչ է, քան թե նախկին ամիսների հետ քանակով։ Ուրեմն պաշտոնական Կալիֆոռնիայի տուները, որ ամենաբարձր կետն է ունեցել ենք, $910,160 միջինն է ապրիլ 2025։ Այսինքն ես արդեն 22 ամիսը, այսինքն 2 տարի է ելնում, որ ամեն ամիս արժեքները բարձրացել է։ Պաշտոնական լուրը, թողեք ձեզի կարդա։ California reached a new all-time high medium home price of $910,160 in April, marking the 22nd consecutive month of year-over-year increase. Արդեն ես երկու տարի ձեզի ամեն շաբաթ ասում եմ արժեքները որևէ ձևի իջնելու լույսը չկա, հույսը չկա, առաջ մեզ բարձրանում է։ Եվ չենք էլ ուզում իջնի, հա, սխալ չհասկանանք, հասկանալի է։
մեր մեծ մաս հայրենակիցներից, որ դեռ տուն չունեն, ուզում են ցանկությունը, որ իջնի, որ կարողանան ավելի affordable ձևով առնեն, հասկանալի է։ Բայց նույն ժամանակ չենք ուզում իջնի, որովհետև եթե իջնի, այսինքն մեծ շատ լուրջ էկոնոմի հարցեր ունենք։ Եվ եթե ավելի վտանգավոր է իմ կարծիքովս, քան թե տան արժեքը, ինչա նշանակում։ Եթե Աստված ոչ արած գործ չկա, recession-ը, վիճակը շատ վատ է, բացի տունի արժեքը, հացի փող չես ունենա, գազի փող չես ունենա, ինշուրենսի փող չես ունենա ապահովության համար, հագուստի, ճամփորդության եւ այլն եւ այլն։ Նախնելիա գործ լինի, եկամուտ լինի եւ it's okay, եթե թանկ է, ինչպես միշտ ասել եմ, նախնելիա դու $1000 աշխատես, $800 ծախսես կամ նույնիսկ $1000 ծախսես, դե 0 եկամուտ ունենաս, բայց ծախսեր ունես, որ չես կարող տակից փախնես։ Far North Region, այսինքն Կալիֆոռնիայի ամենաբարձր կետերում մոտարապես ամենաշատ արժեքները բարձրացա մոտ 4.3%, ընդեղում ավելի ակտիվ արժանոտ է։ Central Coast, այսինքն միջին ծովեզերքի շուրջը, մոտ 1.2% աճ ունեցավ, որ երկրորդ տեղն էր գրավում։ Southern California, որ մենք ենք Los Angeles, San Diego եւ այլն, 8/10-րդի չափ աճ ունեցավ, այսի մեկ ամսվա բախտատումը բարձրապես անում են։ Բայց որպես լիստինգները, որ շատանում են նորեն, արդեն ամենաբարձր կետն ունեցել ենք վերջի 5 տարվա ընթացքին, այսինքն 2019-ից մինչև հիմա այսքան շատ լիստինգ չի ելել, քան թե հիմա, եւ ասեմ լիստինգների մեծ մասն էլ մետուներ են, որ ոչ ոք ուզում եք առնեք, ոչ էլ պետք է առնեք կամ թաղամասը, կամ վիճակը, կամ արժեքը։ Բայց միջին price per square feet-ը, որ ես ձեզ միշտ price per square feet-ի մասին եմ խոսում, ելավ $443 average-ն է Միացյալ Նահանգների, ամենայ Կալիֆոռնիայի ներողություն։ So մեկ վայրկյան էսի մեծ տա մասին խոսանք, որ լավ ըմբռնեք։ $443 միջին price per square feet։ Ուրեմն։ Մեկից հետո մենք ձեզի լիստինգներ ցույց կտանք, ինչպես որ ամեն շաբաթ ցույց ենք տալի։ Եվ դժբախտաբար բոլորը չեմ կարող ցույց տամ, շատ լավ լիստինգներ կան, բայց կարողանամ ձեզի երևի մի 10 տավեր ցույց չտամ, որովհետև ուզում եմ ձեզ հետ զրուցեմ, քան թե նայենք տուները։ Տուները նայելու համար մեր վեբսայթը կարող եք գտնել, այս ցածը տեսնում եք GaribianGroup.com Մեր վեբսայթի վրա կարող եք տուները search անեք մանգակ, register անեք, կամ մեզի հեռացանեք, մենք ձեզ կուղարկենք կոնկրետ ինչ տուներ եք ուզում եւ որ դրանք։ So հիմա ձեզ ցույց եմ տալի Կիրակի օրերը, մեկ ինչ որպես entertainment։ Բայց ինչ իմաստ։ Այս $443 per square foot-ի մասին ենք խոսում։ Եթե Northern California-ում օրինակ բարձր ուրիշ տեղեր հեռուս բաներ կամ միշտեղները Միջին տան արժեքն է 200,000-300,000, ինչպես Փամդելում միջինն է 400,000 կամ 500,000, չէ՞, Bakersfield-ում ավելի արժան եւ այլն, Fresno ինչքան արժան, չէ՞, Fresno-ում էլ 100-200,000 $։ Երբ որ միջինը 443 է, Երևակայի լավ տեղեր ասելով Beverly Hills, Malibu, Sherman Oaks, Encino, La Cañada Այս տեղերը որ ճանաչում եք, Malibu, so այս տեղերը որ անունները ճանաչում եք, կամ Dana Point, Newport Beach, կամ La Jolla, so այս տեղերում 440-ը, որ այդ արժանն էլ մեջն է, էլի $700, երկու անգամը, it's not much։ Այսինքն շատ նորմալ է այս շրջակայքում $700 average per square feet 700-ների մեջ, տամար Glendale $800-900 է, տամար La Cañada $900 է, տամար Burbank $700-900 է, որովհետև երբ որ միջինը 443 է, անշուշտ ընդունելի է։ Հիմա հաջորդ 5 տարին, էսի ես ինձանից օրդի ձեզի որպես տեղեկություն։ Հաջորդ 5 տարին ինչ այլնելու տան արժեքները։ Ինչպես անցյալ անգամ ասամ, եթե դուք այսօր մեր միջոցով տուն առնեք, ես ձեզ գարանտի կանեմ, պաշտոնական, գրական, որ եթե տան արժեքները հաջորդ 5 տարվա ընթացքում 5 տարի տունը պահես եւ արժեքը իջավ, ես տարբերությունը ձեզ կվճարեմ։
Ես տունը ձեզանից կառնեմ այդ արժեքով։ Բայց եթե բարձրացավ, շահը քեզ ես չեմ ուզում։ Հետը չեմ շահը կիսվի, բայց վնասը գտամ քեզի։ Ես ձեզ գարանտիան եմ այսօր ինչ-որ տուն առնեք, 5 տարի հետո տան արժեքը շատ ավելի շատ այնելու քան թե այսօր։ Հիմա forecast-ել են այնք։ Արդեն պաշտոնական California Association of Realtor-ի կողմից հայտարարել են, որ 4.6% մոտ 5% աճ ունենալու տան արժեքները Կալիֆոռնիայում 2025-ին, որ հիմա ենք։ 6.8% աճ ունեցել 2024-ից մինչև հիմա։ Արդեն փաստը կա։ Փաստը կա, որ արժեքները բարձրանում են։ Առողջարքը քիչ է։ Այս թերիֆը ամեն 6 ամիս մեկ այսօր թերիֆն է, վաղը պատերազմն է, մյուս օրը հիվանդություն, վայրուսն է, այն օրը չեմ անում միշտ մի բան լուր կա։ Սո սպասում ենք այդ volatility-ն չելի եւ հանդարտ ծով ելնի, ինչպես այդ Կարիբյան ծովը զերքս այդ ալիք չկա, ոչինչ չկա։ Մենք դե չենք ապրում, մենք ապրում ենք այդ Կարիբյանի ծովի մեջ չենք, մենք ալիքո ծովի մեջ ենք, խփում аз ջարդում аз so այդ volatility-ն կա աշխարհում այլևս, այդ հանդարտությունը չկա, so ասա մոր այսօր COVID-ը, վաղը insurance-ն, մյուս օրը կրակն is always something։ Sales activity որպես առուվաճառք արդեն 2025-ին սպասելի է 10.5% sales-ը առուվաճառքը բարձրանա։ Բոլոր մետրոպոլիթեններից որպես Լոս Անջելես եւ Սան Դիեգո, որ այս երկու Southern California-ի մեծ քաղաքներն է, անշուշտ ուզենք մնալու է որպես թանգանոց տեղեր։ Եվ affordability-ն միակ ելնում է, եթե այդակ դեպի Inland Empire եւ Ventura։ So Ventura County եւ Inland Empire։ Inland Empire-ի ներսի քաղաքները, ասենք Whittier, Montebello, ավելի ներքին խորեն քաղաքների մեջ, քան թե Լոս Անջելեսի այս թաղամասը։ Հիմա ինչերա պատճառներից մեկ անշուշտ limited inventory, քիչ տուն կա վաճառքի։ Շատանում է, տեսնում եմ եւ լավ է եւ արժեքների մեջ էլ տարբերությունը տեսնում եմ, բայց crash չի անում, adjust անում ճիշտ արժեքով, որովհետեւ պահանջն է կշարունակվի, պահանջն է կշատանա։ Ժողովուրդը չեն անհայտացել։ Այո, demographic-ի վրա նայես, out-migration շատ կա։ Շատ են լսում, որ Կալիֆոռնիայից փոխադրվան, գնացին Տեքսաս, գնացին Արիզոնա։ Եվ կան, absolute իրականություն կա, բայց նույն իրականությունը կա, որ նույն կողմից շատանում են, գալիս են ընտանիքներ, ուրիշ երկրներից գաղթականներ, ամեն ձևի գալիս են։ So Southern California-ի population-ը ժողովուրդը ուզենք դեռ շատանում է։ Ինչով վերաբերում է տոկոսներին։ Տոկոսները մորցած, ինչպես որ տեսել ենք։ Բայց ունենք երկու բան։ Մեկ որ էս թերիֆի հարցը կարծենք ժամանակավոր է։ Տոկոսներին ազդելու է, ազդում է, բայց օրական լուրը փոխվում է։ Այսինքն անցյալ շաբաթ 10 տարվա treasury-ին, որ 30 տարվա վարկերն էր, բարձրացավ, տոկոսներն էլ բարձրացավ։ Ուրբաթ մեջին հետ եկավ ցած, բայց 3-շաբթի, 4-շաբթի բարձրացավ։ Այլ պատճառներով հիմա չեմ ուզում ասեմ։ Կարծենք որ համաձայնման թերիֆի հարցերը վերջացավ, այն օրը նախագահ Թրամփ ասավ, լրիվ Եվրոպայի խորհրդին պետք է 30% թերիֆ դնի։ Մանկամից խենթացավ էլ մարքեթը։ Հիմա այն օր Չինաստան ասոր կարծես մենք հարաբերությունը, խոսակցությունը շարունակում ենք եւ էլա հանդարտավ։ So հանդարտ խաղաղ, գրիվ, հանդարտ, պատերազմ, գրիվ։ Այն օրը քարյուղը շատ բարձրացավ, ազդեցություն ունեցավ, որտեղ Իսրայելը ասավ, որ մենք կարող ենք Պարսկաստանին հարձակվենք։ Հաջորդ 2 օր հետո քարյուղ եկավ ցած, ինչու, որովհետեւ OPEC ասավ, որ արտադրությունը շատ ասնի։ It's never a time որ ասես էլ հանդարտ լուր։ Հիմա տոկոսները 2026-ին Fannie Mae պաշտոնական Fannie Mae Freddie Mac իմանում եք պաշտոնական հայտարարավ Richard Forecast-ը որ սպասում են տոկոսները մինչև 5.8 հասնի, պաշտոնականն է։
Օրինակ այսօրվա տոկոսները մերը 6.5-6.5 է, պաշտոնականը 6.8 է, այսինքն կես տոկոս տարբերություն կա պաշտոնականին եւ մերը ավելի միշտ կես տոկոս ավելի լավ է։ Գոնե կես տոկոս, դե չի ավել։ So եթե ասում եմ 5.8, այսինքն 5.4, 5.3։ Բայց այսօրվա պայմաններում մենք այդ ծրագիրները ունենք, որ ձեզ անգամներ ցույց ենք տվել, նամանավանդ այս Biden program-ը, որ եթե տոկոսները 6.5 է, դու կարող ես 4.5-ով ստանալ գոնե հաջորդ 12 ամիսը, եթե օրինակ օգոստոսին տուն առակ, օրինակ եմ ասում, օգոստոսին տուն առակ, մինչև մյուս օգոստոս ելնելով 4.5, մինչև մյուս օգոստոս թերիֆը կսարքվի, կենտրոնական բանկը իր տոկոսները հայտնի կանի, շատ բաներ կփոխվի հաջորդ 12 ամսվա մեջ, այդ 4.5%-ը ձեր համար մեկ փրկություն այլու։ Եթե չէ լավ, եթե խնդիրը լավ, նոր կեմի 5.5, մեկ էլ 12 ամիս եւս վրան 24 ամիս 2 տարի։ Այսինքն նախագահ Թրամփի արդեն 3-րդ տարին է ելնելու, որ արդեն չի կարող վերընտրվի, 4-րդ տարին արդեն չի փչացնելու մարքեթի շոբիկանի արերը։ Եթե մարքեթը հետևում է Դոնալդ Թրամփին, մինչև 3-րդ տարի արդեն ամեն ինչը հարցերը պարզպե կելնի։ Բայց եթե նոր չէ լավ, նոր կելնի 6.5։ Եվ մինչև այդ 3-րդ օրը կարող ես նորեն refinance անենք եւ interest only վերցնենք։ Կարող ենք նորեն refinance անենք, նորեն այդ 4.5-ով սկսելը։ Կարող ենք refinance անենք եւ տեսակներ 40 տարվա լոն վերցնենք, որ payment-ը եւ երկար է։ Տեսակները շատ է։ So տոկոսի մասը որևէ ձևի չի խանգարում այսօրվա շուկային եւ գնողին։ Այո, qualification-ի կողմից payment-ի կողմից խանգարում է affordability, բայց այդ 4%-ները, 3%-ները it's gone, այնտեղ սպասել չկա։ Սա ամենից լավագույնը այսօրվա 6.5-ը 5.5 պետք է լինի, ամենալավագույնը։ Եվ այդ 1%-ը եթե այսօր չես կարող payment տաս, սպասում ես այդ 5.5-ին, 4.5 ու 5.5-ի ծրագիրներ այսօր կան, այսօր 5.5-ով քեզ տա։ So that's not interest rate is not the problem. Բայց ռիսկեր կան, միշտ ամեն ինչի մեջ ռիսկ է, սո պարագարվյան միշտ ասում ամեն ինչը լավ է, արեք արժեքների շանգալում է, այո եւ ճիշտ եմ լեմել է, միջով մա ես այդ crystal ball ունենայեմ, ինձի բեկե մա այդ ասկր տային, որ ինչքան ճիշտ եմ ասել, ամեն ինչը ճիշտ է։ Բայց ռիսկեր կան, ինչ ռիսկեր, ինչպես 2025-ի կրակներն էր, դա մոտարպես 18,000 տուներ վառվավ, եւ այդտեղ տուն չունեն, եւ այդ ժողովուրդը 18,000-ը պետք է տուն առնեն։ Եվ guess what? Դա ո՞ր են առնելու։ Իր թաղամասներում, այն որ Altadena-ը իր ապրում, Altadena-ից ո՞ր է քաշվելու։ Glendale, Pasadena, Burbank, La Crescenta, La Candida, ամիջական մյուս կողմից էլ երևի Garden Grove, Azusa, դեպի East։ So կամ Palos Verdes'ին ո՞ր են տալու։ Malibu, Beverly Hills, Brentwood, յաթաղամասերում։ So, այս 18,000-ը մինչև տուն առնեն, կարծում եք ձեր տան արժեքները կիջնի։ Ոչ։ Դե շարունակաբար կբարձրանա։ Կամ ուրի, բայց կրակ եթե ելնի, ազդում է։ Ինշուրենս, եթե ինշուրենսը շատ թանկացնեն, որ դեռ խոսում են մասին, անպայման կարող է ազդի տան արժեքներին, որ ժողովուրդը չառնեն։ So, ընդհանրապես economic factor-ներ կան, հիմա inflation-ն ու recession-ն ու տան ժամանակավոր են, երկարատև չեն։ Աստված անի, որ ասեմ, գործ ունենական մարդ։ So, արդյոք market-ը immune է վրևցած այդում fluctuation-ին, տոկոսներին, չափով այո, որտեղ forecast-ը որևէ ձևի ցույց չի տալի, որ Southern California վտանգի մեջ է որևէ ձևի այս բաների միջոցով, այս թերիֆների համար, որևէ ձևի չենք տեսնում, որ ազդեցություն ունի։ Բայց մենք ինչպես են կարող օգտակարել ենք ձեզի, տարբեր տեսակներով, սկսելով, ինչպես անցյալ անգամ ասանք, մենք ունենք մինչև օգոստոս բոլոր մեր գնողների, որ տուն առնեն, մինչև $10,000 ձեզի կանխիկ նվերատվություն կանենք, այսինքն ձեզի կվճարենք տուն առնեք մինչև $10,000 կապ ունի տունի արժեքն ու թաղամասը։ Բայց 5,000-ից 10,000 տենց ասեմ։
$5,000-10,000 հիշեք Օբամայի ժամանակ որ տուներ առում $10,000 չեք էր գալի պետությունից իրանց well guess what մենք հիմա այդ դերն ենք կատարում դուք եթե որևէ տուն առեք մեր միջոցով մենք ձեզի մինչև $10,000 նույն կրեդիտը կարող ենք վճարենք եւ դա goes long way կարող եք տոկոսի իջացնեք rate buy down անեք 6.5-ը բերեք 5.5-ի օրինակ կամ կարող եք օգտագործել ձեր կահույքը առնելու համար moving cost-ը շատ բաներով կարող եք օգտակար լինեք այդ կողմից Mən այն մարքեթի ինչպես փակվավ հետո ունեմ ուրիշ նորություններ մանավանդ loan program-ներ ունենք որ առանց tax return-ի առանց bank statement-ի P&L program-ներն ինչպես ասեմ միշտ ունեցել ենք դա մասին մանրամասն մեկից հետո կխոսանք բայց ուզում եմ առաջ նայենք մարքեթի ինչպես փակվավ հետո դա նույնիսկ կշարունակենք սա եթե կարելի է mən նայենք խնդրում Ուրեմն Dow Jones-ը փակվավ 41603 256 point կորուստ ունեցավ, S&P-ն 5802, 39 point կորուստ ունեցավ, Nasdaq-ը 18736, 188 point կորուստ ունեցավ Nasdaq-ը։ Գերմանական DAX-ը 23629, 369 point կորուստ ունեցավ, անգլիական FTSE-ն 8717, 21 point կորուստ ունեցավ անգլիական FTSE-ն, Nikkei-ը, Japanese Nikkei 37160 174 point շահ ունեցավ եւ Շանհայը, Chinese Shanghai 3348, 31 point կորուստ ունեցավ։ Քարյուղ այնակիցը ինչպես տեսնում եք $61.76 փակվավ, 56 շահ ունեցավ, ոսկին 3357, $62 շահ ունեցավ, ոսկին արծաթը $33.64, 42 cent արծաթը շահ ունեցավ, platinum-ը $1090, $9 շահ ունեցավ platinum-ը։ Եվրոպական եվրո $1.14 1 եվրո, անգլիական British pound-ը $1.36 1 pound, Bitcoin-ի Coinbase-ը 108893 եւ Հայաստանի դրամը 384 դրամը 1 դոլար։ 10 տարվա treasury 30 տարվա վարկերն են, ինչպես տեսնում եք 4.4-ից 4.5-ի բարձրացավ ապրիլ 25-ից մինչև մայիս 23 մեկ ամսվա մեջ շաբաթվա մեջ տատանվում է տեսնում, բայց 40% տոկոսների մոտավորապես աճ ունեցավ վերջի մեկ ամսվա ընթացքին։ Կարծես տեխնիկական հարց ունեմ, չեմ կարողանում տոկոսները ձեզ ցույց տամ եւ լիստինգները, բայց Ինչևիցե ընդհանրապես հետեթանք շուկայական մարքեթի վրա, որ ինչ եկա եւ ծրագիրները, լոնի ծրագիրների մասին խոսանք։ Ուրեմն մեր ծրագիրները որ խոսում ենք, որ ինչպես ասում են profit and loss loan, profit and loss հասկացողությունն է, որ եթե դուք ձեր անձնական գործ ունեք եւ անձնական գործ ունեք եւ ընդեղում tax return ցույց չեն տալի։ Բայց ձեր հաշվապան կամ նույնիսկ դուք պետք է չի CPN-ելնի, պետք է չի չեմ ինչ հաշիվ հաշվապան, պարզ հաշվապան եւ audit-ը պետք է չլինի, մեզի մեկ թուղթի վրա տալիս է profit and loss, եթե self-employed եք իմանում եք ինչա նշանակում։ Որ այս անձնավորությունը այս տարվա մեջ կամ մինչև հիմա այս ծախսերն ունեցել, այս եկամուտն ունեցել եւ այս ծախսերն ունեցել։ Դա ասում են profit and loss։ Եվ էսի պարզ tax return չի, այդ profit and loss-ը տարվա վերջ ուզում եք ձեր հաշվապայի հետ գվերլուծեք եւ ֆայլ կանեք ինչ-որ պետք է։ Այս profit and loss bank statement program-ը հոյակապ է, bank statement, profit and loss program-ը հոյակապ է, որտեղ բարձր մինչև 80%, 90% էլ ունենք որպես down payment, բայց մեծամասնություն 20% down payment-ի պարագայում մինչև $3 միլիոն եւ հոյակապ տոկոսներ Կարող եմ ասեմ մոտավորապես եթե լավ credit ունեք 7.8, which is fantastic, որպես profit and loss statement եւ որպես jumbo։ Եվ prepayment penalty չունի, այսինքն տոկոսները կամ tax return-ները պատրաստվի, մենք սիրով հեշտությամբ կարող ենք ձեր համար refinance անենք։ Անշուշտ մյուս լավ ծրագիր, որ տարիներ ունենք ձեզ, ասում ենք, էսի bank statement program-ն է, նորեն եթե self-employed եք, օրինակ ունենք նոր հայրենակից, որ իր գործը մեքենայի առուվաճառք, այսինքն used car dealership-ը։ Եվ այս մեքենայի used car dealership-ը ամսական իր bank statement-ի մեջ, դիպա հաշվի մեջ
դիպոզիտները ելու մոտավորապես 100-ից 200,000 դոլար։ Ինքը այդքան առողջարկ ունի, քանակը շատ է։ Շահ չի մաս, այդքան դիպոզիտ է ելու։ Եվ մենք կարողացանք այդ դիպոզիտները հաշվելով իրան որպես եկամուտ համարենք եւ կարողանա սիրով իր տունը կարողացավ առնի այդ պայմաններով։ Անշուշտ տոկոսը նորմալից էլ բարձր է։ Եվ անշուշտ երրորդ ունենք 1099-ով անձնավորություններ կան, որ commission-ով են աշխատում, օրինակ ունենք, որ pharmaceutical, որպես դեղարույք ընկերության համար եւ commission-ը ստանում եւ 1099-ը ստանում եւ այդ 1099-ով կարողացանք իրան ապահովենք որպես վարկ։ Եվ ուրիշ տեսակներ, բայց անշուշտ, եթե ամենից լավագույն տոկոսն եք ուզում ունենաք, full tax return-ը ճանապարհն է այդ, բայց իմանում ենք բիզնեսներ կան, ձևեր կան, որ հասկանալի է, որ չեն կարող full ցույց տալ, որտեղ շատ complicated է, շատ ուրիշ եկամուտներ կա, ուրիշ ծախսեր կա եւ շատ դժվարությամբ կարողանան այդ ցույց տան այդ բոլոր մանրամասերը։ Սա էլ հասկանալի է, ներողություն փորձում եմ որ սլայդը սարքել, բայց կարծես որ այսօր տեխնիկական հարցերով, պատճառներով չի ելնի։ Բայց ինչևից է ծրագիրները լոների կա։ Հիմա այդ buy-down program, ինչպես որ մի քիչ առաջ ասամ։ Buy-down program ինչը նշանակում է, որ մենք տուն առնենք եւ գալիս ենք մեր մոտ նախ առաջի հերթին pre-qualification-ը։ Մենք pre-qualification-ը ձեզի մեկ օրվա մեջ fully կարող ենք loan approval-ը անենք, որ նախքան այդակ տուն նայելը, որտեղ չեք ուզում այդակ տուն նայելու, եթե loan approval-ը չունեք։ Եթե offer եք գրելու եւ loan approval-ը չունեք, seller-ը նույնիսկ չի նայի ձեր offer-ին։ Անպայման պետք է որ pre-approval ունենաք։ Pre-approval-ը մենք մեկ օրվա մեջ անմիջապես անում ենք։ Եթե այդակ մեր website-ը GaribianGroup.com, ընդեղում տեղ կա, link կա, որ ասում է loan application-ի տակ կարող եք ընդեղում լրացնեք checklist-ը ճարեք, որ pre-qualification-ի checklist-ն է։ Եվ այդ ավերից կարող եք այդ թուղթերը կամ մեզի հեռացանեք, մենք սիրով ձեզ այդ բոլորը կարող ենք անենք։ Ներողություն։ Փորձում եմ կարող եմ այս ձևով գոնե լիստինգները ձեզ ցույց տամ, եթե կարելի է կամ տոկոսները, բայց կարծես որ չի ելնում։ Ինչևից է այդ մեր website-ի վրա checklist-ը կարող որտեղ pre-approval-ը անպայման պետք է ունենաք նախքան եւ մենք մի օրվա մեջ դեզի pre-approve կանենք եւ pre-approve ինչքան ժամանակվա համար է լավ։ Ուրեմն այդ հարցումը այս վերջերս էլ ինձ քանի անգամ հայրենակիցներ ասա որ հիմա չեմ ուզում տուն առնեմ, բայց հիմա pre-approve անեմ, հետո նորից պետք է անեմ, հետո նորից բացատրեմ ինչպես է։ Եթե ասենք դուք եկամուտ ունեք, գործ ունեք, փող ունեք, credit ունեք, ամեն ինչ ունեք, նայում ենք ստանք եւ ձեզ approve ենք անում, օրինակ դու approve ես այսքան 1 միլիոնանոց տունի եւ այլն եւ այլն եւ այլն եւ էս Եվ անցնում է ամիսներ, տարիներ։ Եթե քո գործիդ եկամուտը չի փոխվել, կամ եթե փոխվել է, լավացել է, չի վատացել, եթե կրեդիտը դել նույն ձևի չի փոխվել, եւ եթե փոխվել է ավելի լավացել է, պարկերը իջացել է, կրեդիտ բարձրացել է, եւ նույնը եթե գումարը cash-ը չի փոխվել, նույնն է կամ ավելի է շատացել, ուրեմն քո credit approval-ը շատ լավ է հավիտենական ասելով որ մինչև ինքան որ ասենք օրինակ 30 տարվա վարկ չելնի Միացյալ Նահանգներում հասկացաք ինչ եմ ասում այդ պայմաններով բայց միակ բանը ինչ է թուղթերը օրինակ ինձ bank statement-ը ստվել ինձ pay stub-ը ստվել եւ tax return-ը ստվել եւ տանք հինացել են պարզապես հինացել են ուրեմն այն ժամանակ կարող ենք պարզապես նորոգենք նորը ոչ թե credit approval-ը դել approve չես, որովհետև հինացել է։ Նույն approval-ն է, միայն պետք է նորոգենք, այդ ձևով էլ որևէ ձևի տարբերություն չենք տեսնում։ Եվ ուրիշ ինչ ենք նորից տեսնում, որպես հիշացնենք, տեսնում ենք, որ նորեն մեր հայրենակիցները մեծ purchase-ներ են անում նամանավան մեքենաներին, ինչքան եմ ափսոսում, նայում եմ մեր հայրենակիցներից 1500, 1800, 2000 դոլար մեքենայի payment-ներ են վճարում, այդ ինքը մեր տունի payment-ա։ Այդ տունի payment-ի փոխարեն մեքենայի payment-ի փոխարեն տուն առնեք նույնիսկ նեգատիվ էլ ելնեք ամիսը 1000-2000 դոլար
էլ ձեր կտա որտեվ ընդեղում գոնե տան արժեքը բարձրանում է, քան թե տունինը, մեքենայինը արժեքը զրկվում է։ Այոնք ինչ մեքենաներն ես, արժեքներ գայսել խոսում են կլասիկների մասին եւ այլն, սպեշալների մասին, ընդհանուր խոսում են կտած մասին։ So եթե ուզում տուն առնեք, ինչքան շուտ, այնքան լավ, որտեղ արժեքները բարձրանում է։ Եթե սպասում եք տոկոսի ծրագիրներ ունենք, pre-approval-ի համար դիմեք, մենք ձեզ approve անենք, հետո գետանք տուները կնայենք, հետո կարող ենք տեսնենք, որ երբ է ճիշտ ժամանակը ձեր համար, եթե qualification-ի հարց ունեք, եթե եկամուտը չի բավարարվում ձեր համար տուն առնեք, պետք է սպասեք անշուշտ մինչև նայեն կամ եկամուտը շատ ասես, որտեղ տան արժեքին մի սպասեք եկամուտի վրա հենվեք, նայեք ինչպես է կարող ձեր եկամուտը բարելավեք, ընդհանրապես ուզում եք այդ գործը անեք, to be have more income, դա այսինքն շատ նորմալ երևույթ է։ Նորեն շնորհավոր ձեզ մայիս 28-ը, երևի չենք հանդիպի մինչև մայիս 28-ից հետո, լավ ժամանակ ունենաք այս weekend-ին, վստահ եմ ընտանիքով եք, կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ, տեսություն։